Մարկոսի ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս պատգամում է, ասում է, երբ որ աղոթք անելու լինես եւ հիշես, որ քո եղբոր դեմ ոխ ունես, գնա իր հետ հաշտվիր, նոր արի քո աղոթքը արա։ Մատթեոսի ավետարանի նույն այս հատվածում շեշտադրումը ել ավելի է խորացված։ Մատթեոսը այս նույն խոսքերը փոխանցում է մի քիչ այլ նրբերանգով եւ այնտեղ ասվում է, որ եթե քո ընծան մատուցելու լինես եւ հիշես, որ քո եղբայրը քո դեմ ոխ ունի, թշնամանք ունի, թող քո ընծան գնա հաշտվիր քո եղբոր հետ, նոր արի շարունակիր քո աղոթքը, քո ծեսը, քո պաշտամունքը մատուցել։ Ուրեմն Մարկոսի պարագային ասում է, երբ որ դու կհիշես, որ ոխ ունես, Մատթեոսն ասում է, երբ որ կհիշես, որ ինքը քո հանդեպ ոխ ունի։ Միգուցե դու էլ մեղավոր չես։ Ուրեմն վերստին ես ուզում եմ, որ շատ հստակ լինի, օտար մարդկանց մասին չէ այստեղ խոսքը։ Այստեղ եղբայրների մասին է խոսքը։ Եվ երանի թե մենք կարողանայինք այս խոսքերը կյանքի կոչել հենց մեր համազգային կյանքից ներս։